Pringlesից KitKat, ոնց եմ հոգնել համացանցի անհեթեթ բաղադրատոմսերից, որոնք ուղղակի անիրական են թվում։ Այդ պատճառով սկսում եմ վիդեոների շարք, որտեղ միասին կփորձենք տարբեր տարօրինակ, անհեթեթ, անիրական բաղադրատոմսեր ու կհասկանանք արդյոք դրանք համեղ են, թե ոչ։ Իսկ այդ շարքը կկոչենք շոկ տեստ։ Ողջույն բոլորին, ես Շողիկն եմ և դու դիտում ես Շոկ բլոգը, անպայման բաժանորդագրվիր ալիքին, սեղմիր զանգակը, որպեսզի բաց չթողնես իմ հետագա հաղորդումները, ինչպես նաև միացիր իմ ինստագրամյան էջին, որտեղ առաջինը կիմանաս, թե երբ են դուրս գալու իմ հետագա հաղորդումները։ Դե ինչ, գնացինք։ YouTube, Instagram, TikTok, Facebook, ուր մտնում ես, հենց այս բաղադրատոմսն են փորձարկում, վերցնում են Pringlesը, հալեցնում են շոկոլադը, լցնում են վրան ու ասում են, որ այն կախարդական կերպով դառնում է KitKat։ Իհարկե իմ հավատը չի գալիս, որովհետև չի կարող աղի չիպսը դառնալ KitKat։ Դրա համար առաջարկում եմ հիմա միասին փորձենք, ավելի ճիշտ ես կփորձեմ, որպեսզի դուք անիմաստ գումարներ չծախսեք, վերջում կասեմ, թե ինչքան ծախսեցի ես և ինչքան խնայեցիք դուք, ու կասեմ իմ անկեղծ կարծիքը։ Դե ինչ, սկսեցինք։ Փորձարկումը կանենք երկու տարբերակով, այն ինչ առաջարկում են համացանցում և այն, ինչ մտածել եմ ես։ Փաստորեն շոկոլադ ուտելն ավելի հեշտ է, քան այն կտրատելը։ Առաջին տարբերակի համար կտրատում ենք շոկոլադը, դնում գոլորշու վրա և հալեցնում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Չենք մոռանում ընթացքում անպայման խառնել այն։ Տեսեք, թե ինչ ախորժալի տեսք ունի։ Խոստովանեք, որ հիմա կուզեիք գդալով ուտել այն։ Հալեցված տաք շոկոլադը լցնում ենք Pringlesի տուփի մեջ, ընթացքում շարժելով այն, որպեսզի շոկոլադը համաչափ տարածվի։ Մինչև վերջին կաթիլը փորձեցի քերել գդալով, բայց ինչպես տեսնում եք, 4 սալիկ շոկոլադը չհերիքեց։ Դրա համար որոշեցի ավելացնել ևս 2-ը։ Ինչպես հասկացաք, շոկոլադը չբավականացրեց, ստիպված ավելացնում ենք էլի շոկոլադ։ Բյուջեն գնալով մեծանում է։ Վեց հատ շոկոլադե սալիկ, որով դեռ ամբողջությամբ չեմ պատել Pringlesները, ամբողջովին շոկոլադապատ խոհանոց, այդքան ջանքեր, գումար, չգիտեմ արժե՞ն էս ամեն ինչը, թե ոչ, արդյոք համեղ կստացվի, թե ոչ, իհարկե շատ եմ կասկածում, տեսնենք ինչ կստացվի, դնում ենք սառցախցիկը ու սպասում այնքան, մինչև սառի։ Երկրորդ տարբերակի համար մեզ անհրաժեշտ է մի քանի ամբողջական Pringles, հիմա կառանձնացնենք։ Կոտրված էր։ Ինձ թվում է այսքանը բավական է, բայց շարելուց մի տեսակ կասկած մտավ մեջս, քանի որ Pringlesի հատիկները շատ փխրուն են ու չգիտեմ կստացվի մտածածս թե ոչ, ինչ եք կարծում, գրեք մեկնաբանություններում, իսկ ես հուսով եմ, որ կստացվի։ Այս մեկն էլ է կոտրված։ Չիպսերը շոկոլադի մեջ թաթախելուց հասկացա, որ ագահությունն իմ երկրորդ անունն է ու իզուր եմ այսքան շատ չիպս առանձնացրել թաթախելու համար, դրա համար որոշեցի քանակը կրճատել մոտ
կեսով։ Ամենաչսիրածս պահը էդի սպասելն է ու շատ ուրախ եմ, որ այն մոտեցավ ավարտին։ Դե ինչ, սկսենք այս տարբերակից։ Երևի պետքա պատռեմ տուփը, որպեսզի կարողանամ հանել միջինը, ուրիշ տարբերակ չկա։ Եկեք միասին երկրորդ տարբերակն էլ փորձեմ, նոր կկիսվեմ իմ կարծիքով։ Չեմ կարողանում պոկել։ Ավեք այսպես։ Չնայած այն բանին, որ առաջին տարբերակում շոկոլադը շատ էր, միևնույն է, ահա որ շատ զգացվում էր չիպսի աղիությունը ու այն ընդհանրապես կիտկատի նման չէր, ուղղակի աղի չիպսով շոկոլադ։ Իսկ երկրորդ տարբերակը բավականին համեղ էր, չէր զգացվում աղիությունը, բայց միևնույն է, կիտկատի նման չէր, գրեթե չիպսի համը չէր զգացվում։ Եթե գնահատելու լինեմ, առաջին տարբերակը կգնահատեմ 10-ից 3 կամ 4 միավոր, 3.5 միավոր, իսկ իմ հորինած տարբերակը կգնահատեմ 10-ից 6 միավոր։ Իսկ եթե ուզում եք լրիվ անկեղծ լինեմ ձեզ հետ, սրանցից ոչ մեկը չէի պատրաստի, ուղղակի խանութից կգնայի կիտկատ եւ ուղղակի Այ հիմա հանգիստ կարող եմ ասել, որ այս բաղադրատոմսը չանցավ մեր շոկ տեստը, քանի որ այս ամենը չարժեր այն ջանքերը ու այն գումարը, որ մենք ծախսել ենք վրան։ Անցնենք ֆինանսական կողմին։ Ես կասեմ թվերը, դուք գումարեք եւ գրեք մեկնաբանություններում։ Pringles-ն արժեր մոտավորապես 1180 դրամ։ Գումարեք 6 հատ 550 դրամ, դա էլ շոկոլադե սալիկների գինը։ Ինչ ստացվեց։ Գրեցիք մեկնաբանություններում։ Ինչպես նաև մեկնաբանություններում նշեք, թե հաջորդը ինչ բաղադրատոմսեր փորձենք շոկ տեստի շրջանակներում։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, ստեղմեք լայքեր, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք հաջորդ անգամ։ Հաջողություն։